միայն պահանջում ենք ԱՄՆ դեսպանությունից, որպեսզի արդար դատավարություն, օբյեկտիվ լինեն օբյեկտիվ դատավարության մեջ, մենք չենք ասում հենց այս պահին ազատ արձակել, ոչ, մենք պահանջում ենք արդար դատավարություն ԱՄՆ դեսպանությունից, Միացյալ Նահանգներից, մեր նպատակը այսօր սա է, մեր ժողովրդի հետ հավաքված, քանի որ վաղը կա լսումներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մենք բոլորս եւ մենք շատ ենք, ոչ միայն այսքան հավաքվածները, ռայոններից, գյուղերից եւ բոլոր տեղերից, մենք շատ ենք, հավատացեք, Վարդան Ղուկասյանի աջակիցները շատ են։ Եվ այդ պատճառով Վարդան Ղուկասյանի տեսնելով Գելափի ցուցանիշները, նախ Վարդան Ղուկասյանը առաջին տեղում է, ոչ թե երրորդ, տեսնելով դա էլ ստեցին, դա էլ հերկեցին, տեղադրեցին իրանց ուզած թվերը, ոչ այդպես չէ։ Այս ամենը 2023 թվականից մշակված է, որպեսզի խաղաղության պայմանագիրը, որ հիմա պատրաստել են հողեր, որ պետք է տան, մուրում են, խնդրում են Բաքվին, որպեսզի ստորագրեն։ Նայեք, 10 օր է առանց արձագանք է մնացել, պարոն Փաշինյանը, անգամ չեն էլ արձագանքում։ Հողերը պատրաստած սպասում են, որ ճիշտ ժամանակին եւ այս ամեն ինչ, այս զսպողակը, այս ամեն ինչի Վարդան Ղուկասյանն էր։ Դրա համար այս սցենարը գծված էր 2023 թվականից, որպեսզի այսօրվա համար եւ Գյումրու ընտրությունների համար փակեն Վարդան Ղուկասյանին, որպեսզի իրականացնեն իրենց ազգադապ գործերը, բայց այդպես չի լինելու։